Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկում ենք Ադրբեջանից Հայաստան նավթի եւ նավթամթերքի արտահանման հարցը։ Ալիևի օգնականի այս հայտարարությունից տեղեկացանք Ցորենից հետո Բաքվից Երևան ուղղություն բռնելու հերթում նավթն է։ Հայ-ադրբեջանական խաղաղության տրամաբանությունից բխող քայլ է, թե Ադրբեջանն այստեղ սեփական տնտեսության հարցերն է լուծում։ Քաղաքագետի պատասխանը համեմատությամբ է։ Առաջարկում է միևնույն ժամանակ չանտեսել Բաքվից հասնող մյուս լուրերը, մասնավորապես այն մասին, որ այս օրերին Ադրբեջանում կարիերայի աննկարագրելի աճ է ունենում մարդասպան Սաֆարովը, այն մեկը, ով կացնահարեց քնած հայ սպային։ Մասնագետն է հարցնում խաղաղության տրամաբանությունից է բխում արդյոք Բաքվի իշխանությունների որոշումը։ Բաքուն ինքը երջանիկ կլինի, եթե տեսնի մի իրավիճակ, երբ որ մենք ինքներս մեր ձեռքով իրենց ազդեցության վտակնեցանք մեր ցան վրա։ Եթե մենք հացահատիկը մեծապես ներկրենք Բաքվին, եթե մենք էներգակիրները մեծապես ներկրենք Բաքվից, ինչ-որ մեկը կարող է երաշխիքել, որ Բաքուն Երևանի դեմ չի անի այն, ինչ արեցին Արցախի դեմ։ Եթե Հայաստանը տնտեսապես կապված է լինում Ադրբեջանից, դա Հայաստանի վրա քաղաքական եւ այլ տիպի ճնշումներ իրականացնելու վերջական լծակն է դառնում Իլհամ Ալիևի ձեռքում։ Ընթացը ըստ ադրբեջանական պարբերականների, որոնք գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո են գործում, Բաքուն դժգոհություններ կան Թբիլիսիից։ Ադրբեջանի իշխանությունները սրտնեղում են Վրաստանը տարածաշրջանում տրանզիտային երկիր է դարձել, նաև իրենց ներդրումների շնորհիվ, իսկ հիմա ադրբեջանական բեռների փոխադրման համար Թբիլիսիի սակագները շուկայականից անգամներով բարձր են, Ադրբեջանի համեմատ շուրջ 40 անգամ։ Ալիևի վարչախմբին վրացական տարածքով Հայաստան ուղարկվելիք նավթամթերքի առաջին խմբականակը չհարկելու Վրաստանի որոշումը չի սփոփում ու չի գոհացնում։ Թբիլիսիից միջազգայնագետը մեկնաբանում է, ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի, երկրում դեռ պաշտոնական խոսակցություններ այս թեմայով չկան, սակայն փորձագիտական համայնքի օրակարգում է այն։ Հիմա խնդիրը նրանում է, որ տարածաշրջանում փոփոխություններից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություն է տեղի ունենում եւ չի բացառվում, որ մոտակա 1-2 կամ գուցե մի քիչ ավել տարիների ընթացքում կարող են ամբողջությամբ բացվել սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ հետեւաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Այս սա ստեղծում է որոշ վտանգներ Թբիլիսիի համար։ Իրենք հրապարակավ նախընտրում են դրա մասին չխոսել։ Մեծ թվով ճանապարհներ կարող են բացվել եւ անցնել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա տարածքներով, շրջանցելով Վրաստանի տարածքը։ Սա կարող է տնտեսական վնաս հասցնել Վրաստանին։ Վրաստանը որքան էլ աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, այնուամենայնիվ նախընտրում է մնալ տարածաշրջանի տրանզիտային առանցքը, շարունակում է մասնագետն ու հիշեցնում սահմանային անցակետում նախ հայկական, վերջերս նաև ադրբեջանական բեռների հետ առաջացող խնդիրները։ Ըստ միջազգայնագետի արեստածին պրոբլեմները մեսիջ են, առանց հետևանքների չեն մնա երկրի ճանապարհները շրջանցելու որոշումները։ Խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է իրականացնել տարբեր ծրագրեր, լոգիստիկ ծրագրերի մասին է խոսքը գնում, որոնք շրջանցեն Վրաստանի տարածքը, այսինքն իրենք մեղադրում են ոչ թե Հայաստանին, այլ մեղադրում են Ադրբեջանին, որ Ադրբեջանն է դա ցանկանում իրականացնել։ Իսկ Բաքվում կարծում են, թե տարածաշրջանի ապաշրջափակման վրացական առավելությունները գուցե դառնան խոցելի, ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ գործընթացի իներցիոն ուժով։ Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ Թրամփի ուղի նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը։ Նրա խոսքով հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն Մոսկվան բաց է քննարկելու ինչպես նախաձեռնության բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Կալուգինը նշել է, դրա համար բավարար հիմքեր կան։ Դիվանագետը ընդգծել է, որ ըստ էության խոսքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ավելի վաղ համաձայնեցված երթուղու հատվածի մասին է։ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար առանցքային նշանակություն ունեցող տարի մուտք կգործենք մի քանի օրից։ Պարզ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու մեր որպես պետականություն ունեցող ազգի ապագայի համար։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից գրում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ինչպիսին է լինելու ապագան կորոշի նույն ժողովուրդը, իրենց տեսլականը ուժեղ Հայաստանն է։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում, անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։
Կարապետյանը շարունակում է օգտագործելու ենք տասնամյակներ շարունակ բազմաթիվ երկրներում ձեռք բերած գործարար կապերը, աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ հարստացնելու Հայաստանը։ Շեշտում է այսօր մեր ժողովուրդն ու պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն, եւ այստեղ հռետորական հարց, ուրեմն ինչի համար ենք աշխատելու վաստակել, եթե պետք է չբավարարենք դրանք։ Ազգային բարերարն ասում է, տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գալիս է զարմացնելու մեր ժամանակը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով եւ հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի, փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական խնդիրներին, ապա ըստ Սամվել Կարապետյանի իրավունք չունենք վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ գերտերության հետ։ Ոչինչ չեն ուրանալու, իսկ խնդիրները լուծելու են խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով։ Հոգուտ մեզ։ Չնայած իրավապաշտպանների կոչերին հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիան Երևանի եւ Բաքվի գլխավոր դիվանագետների նախաստորագրած փաստաթուղթը այդպես էլ առանձին կետ չներառեց, անդրադարձ չունեցավ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, թեպետ մինչև եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ կողք կողքի նստած խաղաղության նախագահ Թրամփը խոստացավ Ալիևին կխնդրի քրիստոնյաներին հայրենիք վերադարձնել, խնդրեց այս հարցի պատասխանը 4 ամիս անց էլ չկա, իսկ այն ինչ այս խնդրի հետ կապված հիմա ասում է Երևանը, հետևյալն է։ Սա ազգայուն հարց է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. այս խնդիրը հասցեագրվի առավել հեշտ, ինչպես նաև խաղաղության եւ համագործակցության մթնոլորտում, ոչ թե հակամարտության։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ փոքր քայլերով, ավելի ու ավելի իրատեսական է դառնում խնդրի լուծումը։ Մեր դիրքորոշումը սա է։ Ուստի խաղաղություն հաստատել նշանակում է լուծել մյուս խնդիրները նույնպես։ Սա է մեր ընկալումը։ Ստացվում է օգոստոսի 8-ին խաղաղությունը եկել էր, բայց հիմա կրկին սպասում ենք դրան հասցեագրելու ռազմագերիների խնդիրը։ Ընթացած Բաքվի իշխանությունները չեն թույլատրում շոու դատավարությունների տեմպը, նիստերը հազիվ են հասցնում իրար հաջորդել։ Ոչ աշխատանքային շաբաթ-կիրակիներն անգամ խնդիր չեն։ Այստեղ Մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը ընդգծում է, հավելյալ վկայություն է, ինչպես մեղադրական ճառերն, այնպես էլ ապագա վճիռները նախապես գրել պատրաստել են։ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ այնուամենայնիվ Ադրբեջանն այսպիսով չի կարող զինաթափել միջազգային իրավական արսենալը, ավելի ճիշտ հակառակը։ Իրավական հնարավորությունները լայնվում են, որովհետև հասկանալի է, թե հայկական կողմը եւ թե միջազգային գործընկերները չեն կարող ազդել Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացների վրա, որոնք ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ինքնիշխանության եւ կմահաճույքների տիրույթում են։ Այլ հարց է, որ այդ խախտումները արդեն տեղի են ունեցել, դրանք արձանագրվել են։ Հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների քննությանը, ցուցադրել, որ այդ դատավարությունները եղել են ապօրինի, հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատավարությունների արդյունքն ամփոփող դատավճիռները լեգիտիմ չեն։ Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին, որն անջատ է 15 միասնականից, ապա վերջին նիստերի ընթացքում նա պահանջել է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը, ու թեև Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականները գրում են, թե դատարանն այն բավարարում է, Ռուբեն Վարդանյանը շարունակում է այդ մասին բարձրաձայնել։ Իրավապաշտպանների գնահատմամբ հայցը բավարարում են, հարցը չլուծում։ Ադրբեջանական դատարանը իր դերի մեջ է։ Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Իրանի պաշտոնյայի Թրամփի ծրագրի մասին հայտարարությունը։ Իրանի կողմը այն համեմատել է Զանգեզուրի միջանցքի հետ եւ դեմ է եղել նշելով անվտանգության ռիսկեր եւ ամերիկյան ներկայության ընդլայնման հնարավորությունը։ Հայաստանի դեսպանը վերահաստատել է, որ թրիփ ուղին իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու փոխադարձության սկզբունքներով, իսկ Երևանը հաշվի է առնում Իրանի անվտանգության եւ քաղաքական շահերը։ Պաշտպանության նախարար մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե դեկտեմբերի 7-ին եւ 8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել։ Թորոսյանը հայտարարել է, որ Գևորգյանի հայտարարությունը ապատեղեկություն է եւ նվիրված է Հայաստանի պետական ինստիտուտների ու բանակի դեմ տեղեկատվական գրոհին։ Նա նաեւ կոչ արել ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նմանատիպ հաղորդագրությունների տարածումից։
Տարեվերջը մոտ է, նշանակում է վարորդները պետք է թարմացնեն իրենց ապա պայմանագրերը եւ զղջան անցած տարվա ընթացքում իրենց մեղքով տեղի ունեցած վթարների համար։ Նկատի ունենք բոնուս համակարգի ազդեցությունը նոր պայմանագրի սակագնի վրա, եթե վարորդի մեղքով վթար է տեղի ունեցել։ Այս օրերին սակայն միայն նրանք չեն, որ ստիպված են եղել բարձր սակագնով ապա պայմանագրեր կնքել։ Շատ վարորդներ, որոնք երբեք վթարի մասնակից չեն եղել, ֆիքսել են, որ նոր տարուց պայմանագրով պետք է ել ավելի շատ վճարեն ապահովագրական ընկերությանը։ Միջին մեկ պայմանագրի գինը 44,000 է երևի մեր վիճակագրությամբ, որը որ 10%-ով ավել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Առանձին վեկտերով կարող լինի 20, 30, կարող լինի մի հակառակը նվազում, սա միջինն է, միջին կշռված։ Այս պահին արդեն 1,270,000 ապա պայմանագիր է կնքվել, նրանցից որ տոկոսն է ստիպված արդեն թանկ վճարել պայմանագիրը թանկացնելու համար հստակ չէ, բայց հստակ են թանկացման պատճառները։ Այս պահին 76%-ը այսպես կոչված վնասաբերությունը, որը իրանից ներկայացնում է սակագնի մեջ, այն մասը, որը ձևավորվում է հենց հատուցումների թվից։ Այսինքն այս պահին հավաքագրված 100 դրամից 76-ը ծախսվում է վթարների փոխհատուցման համար, մնացած 24-ը ապահովագրականների ծախսն է, միջնորդավճարներն ու շահույթը, բայց ինչու է այս ամենը հանգեցնում պայմանագրերի թանկացման նույնիսկ այն անձանց համար, որոնք վթարների մասնակից չեն եղել։ Խնդիրը խմբային գործոնի մասին է, այսինքն եթե փոխհատուցման ծախսերը գլոբալ աճում են, դա անդրադառնում է բոլորի վրա։ Քանի որ վթարները ավելի ծանր եւ թանկարժեք են, քանի որ մեքենաների պարկը, էլեկտրոմոբիլներ, բաներ փոխվում է, շատանում է, իսկ այս նոր մեքենաները, էլեկտրոմոբիլները ավելի շատ պայստամասերի փոփոխություն է գնում, թանկացել, այսինքն համ ընդհանուր գնաճն է ազդում դրա վրա, համ կառուցվածքային գնաճ։ Այսինքն վթարների քանակը եւ ծանրությունը ենթադրում է, որ ապահովագրականներն ավելի շատ գումար են փոխհատուցում դրանց հետևանքները վերացնելու համար, հետեւաբար հավելյալ ֆինանսական միջոցներ գեներացնելու կարիք է առաջանում։ Ասածը չի նշանակում, որ սակագները միշտ պետք է բարձրանան կամ այլ առնվազն չնվազեն։ Ոչ, դրա լեզվ կա։ Դա պատահարների հնարավորինս հաջողականության նվազում։ Ուտեղ մենք տեղ ունենք աշխատելու եւ մենք եւ պետությունը, որովհետեւ Հայաստանում վթարների հավանականությունը ավելի բարձր է, քան օրինակ շատ զարգացած երկրներում։ Հետևաբար ապա պայմանագրերով սահմանված վճարները նվազեցնելն ուղղակիորեն կապված է երթևեկության վիճակի բարելավման հետ։ Ավելի քիչ վթարներ ճանապարհներին, ավելի մատչելի պայմանագրեր վարորդների համար։ Երևանի 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների ու էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակով։ Ուսուցչի հրահանգով դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Մենք ժամանակին ծիծաղում ենք Կորեայի վրա, որ երեխաները, ասենք, հեռախոսային կախվածություն են, որ բժշկական միջոցներով արդեն բուժում են, որովհետև հեռախոսը ձեռքից վերցնում ես, մենք շատ ծանր ստրեսային վիճակի մեջ ենք ընկնում։ Քաղաքային իշխանություններից նկատում են այսպիսի նախաձեռնությունները, շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինը 6-ից 14% բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից միայն հեռախոսի առկայությունն անգամ, եթե այն չի օգտագործում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակ պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Հոգեբանն էլ է ընդգծում, շատ կարեւոր է, որ երեխայի կախվածությունից ձերբազատվելու ճանապարհին կողքին կանգնած լինի ծնողն ու ընտանիքը սեփական օրինակով, որպեսզի տանը եւ դպրոցում կիրառվող մոտեցումները համահունչ լինեն։ Մենք ունենք մտածողության տեմպի հետ կապված հետազոտություն, որտեղ որ սմարթֆոններում ոչ հիգիենիկ ժամանակաչափով ներկա լինելը կարող է երեխային մոտ հանգեցնել մտքի արագության դանդաղեցմանը։ Իսկ հատկապես գայուն տարիքում երբ ձևավորվում է մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը իր տարբեր արագությամբ, շատ կարևոր է, որ դա տեղի ունենա բացառապես բնության հետ համահունչ։ Այսինքն երեխան դպրոցի անգամ պարապմունքներին զուգահեռ ունենա ֆիզիկական ակտիվության բնության մեջ պարապմունքներ, որը որ ցավոք շատ հաճախ չէ, որ կազմակերպվում է։ Կրթության փորձագետի դիտարկմամբ, եթե երեխան իսկապես ունի կախվածություն սմարթֆոնից, ապա այս դեպքում պետք է պրոֆեսիոնալ եւ զգուշավոր անցում ապահովել, քայլ առ քայլ նվազեցնելով օգտագործման տևողությունը։ Շատ տարբեր մոտեցումներ կա, տեղեր կա, որ պարզապես արգելում են կամ հեռախոսներ չեն արգելում, ասենք ինտերնետն են դպրոցում ինչ-որ ձևի սահմանափակում, ասենք որ հնարավորություն չունեն օգտվելու, ասենք եթե հեռախոսը մոտ լինի, այդպիսի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ հիմնականում փորձում են կրթական մոտեցում ցուցաբերեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես կարելի է դա օգտագործել տրամաբանական լավ ճիշտ ձևերով։ Փորձագետները պնդում են, եթե երեխաներին ցույց տրվի, որ հեռախոսը գործիք է, ոչ թե զվարճանքի աղբյուր, նրանց մոտ աստիճանաբար կձևավորվի առողջ վարքագիծ։ Նոր կանոնները կարող են դառնալ այդ ճանապարհի առաջին հիմնական քայլերից մեկը։
Գալիք 5 տարիներին Հայաստանում 7 զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 100 միլիոնը վարկային միջոցներ են Համաշխարհային բանկից, իսկ 20 միլիոնը կներդնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ միջոցներով կբարեկարգվեն ճանապարհներ, թանգարաններ, կկառուցվեն հայլուղիներ, կզարգանան նաև համայնքային ենթակառուցվածքները, հավելել է Գևորգյանը։ Դեկտեմբերի 16-ին Գյումրիում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել։ Հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա տղան սեփական տանը տանակի մի քանի հարված է հասցրել ծնողներին։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում, որտեղ էլ Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը վարչության պետի պաշտոնակատարի գլխավորությամբ ու ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները հայտնաբերել են ամուսինների 63-ամյա Ն Ավդալյանի եւ 64-ամյա Ս Ադամյանի դիերը։ Տեսախցիկի առաջ խոսել չցանկացող քաղաքացիներն էլ հայտնել են, որ նման մի փորձ էլ 7 տարի առաջ էր տղան կատարել։ Նրանք քրեական ոստիկաններն արդեն օպերատիվորեն վնասազերծել ու տեղափոխել են ոստիկանություն։ Հարևանները նշում էին նաև, որ Նարեկը երկար ժամանակ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում ու եթե քրեական ոստիկանները ժամանակին չգային, չի բացառվում, որ Նարեկը այդ հոգեկան անհավասարակշիռ վիճակում այլ մարդկանց նույնպես սպանել։ Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 15-ին Երևան-Սևան ճանապարհին 24-ամյա Մելսը Մերսեդեսի LS-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու վրայերթի ենթարկել մրգավաճառին, ապա բախվել մրգի արկղերին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախտեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, հետո տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի վարում հավաքվածները նշում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են ուղեկցել, նույնիսկ ասում մինչև Երևան ուղեկցել են գումարտակի հրամանատարի տեղակալը Վահագն Կարապետյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Դեկտեմբերի 15-ին Քրքրքորյան փողոցում բախվել են Chevrolet Volt-ն ու Opel Astra-ն։ Երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարծարայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները։ Հավաքվածները նշել են, որ վթարի մեղավորը եղել է Chevrolet-ի վարորդը։ Նա հանդիպակաց երթևեկելի գոտի է դուրս եկել, իսկ վթարից հետո վիճակը լարվել է, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկներն են հանդարտեցրել։ Դեկտեմբերի 15-ին Վայոց ձորում Գետա բնակավայրի տներից մեկում կրակ ու ծուխ է նկատվել։ Կրակի տարածման դեմ նախ պայքարել են գյուղացիները, հետո էլ Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են այն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։